Բարև ձեզ, դուք դիտում եք հարթակը, հարթակում այսօր հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Պարոն Աշոտյան, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մի քանի օր առաջ ՀՀԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի կուսակցությունների երկրորդ ֆորումը, որի թեման ապրիլյան զարգացումները եւ ստեղծված իրավիճակն էին։ Մինչ ֆորումի եզրափակիչ հայտարարության բովանդակությանն անդրադառնալը հետաքրքիր է պարզապես հրավիրված կուսակցությունների առումով ցանկը ինչ սկզբունքով եք ընտրել, որովհետև մի քանի կուսակցություններ, որ խորհրդարանում ներկայացված են թեկուզ падգամավորի կարգավիճակով ոչ ֆորմալ, այստեղ չկան, քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան, ՀԱԿ եւ այլն, չեք հրավիրել այդ կուսակցություններին, թե ուղղակի չեն ընդունել հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ գտնվելու ձեզ մոտ հաղորդաշարի հյուր։ Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է լայնածավալ ծրագիր եւ կուսակցական գործունեության հետ կապված եւ միջկուսակցական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական շեշտադրումների բյուրեղացման եւ նոր բովանդակություն մեր քաղաքական գործունեությանը հաղորդելու հետ կապված։ Ֆորումը դրա արտահայտումներից մեկն էր։ 2012 թվականին նմանատիպ հավաք ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցել կրկին Ստեփանակերտում եւ այն ժամանակ մենք հրավիրել էինք խմբակցությունների սկզբունքով, պատվիրակությունները խմբակցություններից էին։ Այս տարի հաշվի առնելով երկու հանգամանք, առաջինը ձեր մատնանշած ապրիլյան պատերազմի հանգամանքը, որը պահանջեց նաև քաղաքական կոնսենսուս եւ քաղաքական տարբեր ուժեր դրսևորեցին իրենց միասնականություն ազգային անվտանգության խնդիրների շուրջ, երկրորդ հանգամանքը նա էր, որ այս տարիների ընթացքում քաղաքական դաշտը վերաձևվել է եւ նախկինում մոնոլիթ թվացող կամ միատար թվացող խմբակցությունները 12 թվականին նոր ձևավորված ՀԱԿ-ը, Ժառանգությունը եւ այլն, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այսօր իրականում ներկայացված են խորհրդարանում առանձին կուսակցությունների ձևով։ Եվ մենք հրավիրել ենք բոլոր այն կուսակցություններին, ովքեր գեթ 1 падգամավոր ունեն պարլամենտում, 19, եթե չեմ սխալվում։ Հրավիրել ենք ձեր մատնանշած կուսակցություններին, հրավիրել ենք բոլոր այն կուսակցություններին, որոնք այդ պահին գրանցված էին։ Հարցը կանխեմ, այսինքն Վարդան Օսկանյանին չհրավեր չի Բաբայանի հետ կապված, այդ գործիչներին առանձին հրավեր չի գնացել որպես կուսակցական գործիչների, որովհետև իրենց կուսակցությունները պետական ռեգիստրում դեռևս որպես իրավաբանական անձինք գրանցված չեն։ Դա է միակ խնդիրը։ Պատմեմ, ոչ բոլորն են հրավերն ընդունել։ Ստացանք արձագանքներ 10 հայաստանյան կուսակցություններից, Ղարաբաղյան քաղաքական դաշտը ամբողջությամբ էր մասնակցում։ Եթե խմբակցություններով նայեք, ապա ֆորումին մասնակցեց խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից 5-ը։ Միայն օրինաց երկիր խմբակցությունից մարդ չունեինք, մասնակից չունեինք, իսկ ՀԱԿ-ից ու Ժառանգությունից ներկայացված էին համապատասխան քաղաքական կուսակցությունների ղեկավարները, պարոն Քոքոբելյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ-ի։ Բայց զարմանալի է հենց ՀԱԿ-ի բացակայությունը, առավել ևս եթե նկատի ունենանք Տեր-Պետրոսյանը առաջին եւ ամենահրապարակային աջակցությունը։ Ես կարծում եմ մեր գործընկերները չեն խորշի քաղաքական համատեղ օրակարգ քննարկելու եւ հատկապես Արցախում ու Արցախի խնդրի շուրջ միասնականության դրսևորման հետագա զարգացումներից ապագայում եւս։ Պարզապես կարծում եմ իրենք էլ որոշակի այլ հաշվարկներ ունեին քաղաքական, կան կուսակցություններ, որոնք մինչև վերջի պահը հաստատել էին մասնակցությունը, պարզապես տեխնիկական պատճառներով չկարողացան մասնակցել, այդպիսի կուսակցություններ նույնպես կան։ Կարծում եմ, որ ֆորումը հաջողված էր իր աննախադեպ կազմով, իհարկե որքան ավելի շատ լինեն մասնակիցները, այնքան ավելի լավ, բայց աշխատանքները թող ներվի ինձ այս անկեղծություն չտուժեցին, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական վերնախավի մասնակցում էր, Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը մասնակցում էին եւ մենք ստացանք միջոցառում, որը որ հավակնում է դառնալ քաղաքական մշակույթի կարևոր հարթակ։ Ինչի մասին ակնարկեցի դուք երևի կցանկանաք։ Հիմա այդ միջոցառման բովանդակության մասին ինչ է։ Խորհրդարանական իմաստով իհարկե հասկանալի է եւ ողջունելի միջոցառում, հատկապես եթե Ստեփանակերտը հրճակվում է նաեւ որպես մշտական վայր անցկացնելու։ Ամրագրում ենք եզրափակիչ հայտարարության մի դրույթ եմ կարդում, ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ եւ ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունը անհրաժեշտություն է։ Ինչի շուրջ է այդ համագործակցությունը։ Առարկան ո՞րն է։ Օրինակ Մադրիդյան։ Լավ հարց եք տալիս, Հակոբ, շատ լավ հարց եք տալիս։ Ես ուզում եմ շեշտել, որ միջոցառումներ կան առհասարակ։
որոնց իմաստը սկսում ավարտում է բացումով, հա։ Միջոցառման բուն նպատակը բացումն է, լրահոսը, հիմնական ուղերձները եւ այլն։ Սա այդ միջոցառումներից չէր, հենց դա եմ ուզում շեշտեմ, երբ որ մենք անցանք երկօրյա ինտենսիվ աշխատանքային ռեժիմի, ապա տեսանք, որ մեր հավակնությունները ստեղծել իրական հարթակ եւ ոչ թե արարողակարգային միջոցառում, էլի կարևոր, էլի իր քաղաքական մեսիջներով Հայաստանի Հանրապետության նախագահի, ԼՂՀ նախագահի, հիմնական կուսակցությունների հենց Արցախում այդ քաղաքական միասնականության դրսևորման մեսիջը ուղերձը։ Մենք ունեցանք քննարկումներ, որոնք խոստովանեմ ձեզ չենք նախատեսել անգամ ժամային ռեժիմը, որովհետեւ յուրաքանչյուր սեկցիա տևեց 1 ժամից ավել, քան նախատեսված էր։ Եվ մենք պարզապես մասնակից կուսակցություններից ստացանք շատ անկեղծ առաջարկություն այդ քննարկումները ոչ միայն պարբերական լինեն, հա, շարունակական, ինչպես ընդունված է ասել, այլ օրակարգը ներառի նաև անգամ աշխատանքային սեսիաներ, աշխատանք խմբերում, սեկցիոն աշխատանք եւ այլն։ Հաջորդ միջոցառումը, հաջորդ ֆորումը կարծում եմ մենք կհաջողենք գալ տարի կազմակերպել եւ մենք անպայման հաշվի կառնենք, որ իրական հետաքրքրությունը շատ ավելի մեծ է։ Երկու հիմնական նպատակ ունի այս ֆորումը։ Առաջինը իհարկե Արցախի խնդիրն է եւ դեմս Արցախի խնդրի ազգային ու պետական հարցերի շուրջ համախմբված քաղաքական դիրքորոշման հնարավորությունը։ Երկրորդ կարևոր խնդիրն է նաեւ կուսակցական համակարգերի զարգացման հնարավորությունը, որովհետեւ հատկապես խորհրդանական կառավարման մոդելում դիտարկեք կուսակցությունները չարիք, բարիք, հա, կապ չունի։ Բայց կուսակցությունները դառնում են ունիկալ, միակ իշխանության հավակնելու միակ տարբերակ։ Եվ իշխանություն ասելով ես ընդդիմությունը նույնպես նկատի ունեմ այս պարագայում։ Կամ որոշումների կայացման վրա, հա, քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարողանան ազդել բացառապես կուսակցությունների միջոցով։ Հետևաբար որքան կայացած լինի ընդդիմադիր քաղաքական դաշտը, իշխանական քաղաքական դաշտը կուսակցական մակարդակով, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մենք որակ կստանանք քաղաքական գործունեությունից։ Ձեր մատնանշած դեպքը առանցքային է, բայց դրվագային է նաև այս տեսակետից, որովհետև այս ընթացքում մենք դուք էլ որպես լրագրող ակտիվ հետևող տեսել եք բազմաթիվ դեպքեր, երբ Հայաստանի քաղաքական ներկայացուցիչները կողմ են դնում տարաձայնությունները ու նույն ԵԽԽՎ-ում ենթադրենք կամ որևէ այլ հարթակում կարողանում են միասնական հանդես գալ։ Բայց տվյալ պարագայում ոչ միայն այս ֆորումի իմաստով, այլ ընդհանրապես համախմբում, այս ամեն ինչը շատ հասկանալի է, բայց մինչև հիմա հասկանալի չէ քաղաքական ինչ բովանդակության շուրջ է համախմբվելու Հայաստանի քաղաքական դաշտը Արցախի հարցում։ Միակ տեսանելին է մադրիդյան սկզբունքներն են, դրա շուրջ է համախմբվում։ Ես կարծում եմ մենք չենք խոսում համախմբման մասին կոնկրետ արցախյան հիմնախնդրի լուծման սցենարների շուրջ։ Բայց դա պետականության առանցքային Մենք խոսում ենք սկզբունքների մասին։ Սցենարները պետք է բխեն սկզբունքներից։ Եվ կոնկրետ այս պարագայում տեսեք, շատ ենք խոսում արևմտյան քաղաքական մշակույթի կարևորության ու արդյունավետության մասին ժողովրդավարական հասարակարգերում։ Արևմուտքի երկրներում, հատկապես կայացած ժողովրդավարություններում, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն, կան տարբեր գաղափարականություններ ունեցող կուսակցություններ, աչեր, ձախեր, սոցիալիստներ, պահպանողականներ, կանաչներ եւ այլն։ Անկախ ընտրության արդյունքից, թե ով կհաղթի տվյալ քաղաքական սեզոնում, հասարակությունները ու պետությունները չեն ցնցվում, որովհետեւ քաղաքական վերնախավը, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, որոշակի առանցքների շուրջ արժեհամակարգային կոնսենսուս ունի։ Եվ սոցիալիստները կարող է գան իշխանության, ենթադրենք, իջեցնեն թոշակային տարիքը, ավելացնեն սոցիալական աջակցությունը։ Հենց այս ֆորումի կարևոր առաքելություններից մեկը, որ ապագայում պետք է ավելի ընդգծված լինի, այն պետք է դառնա հայկական քաղաքական վերնախավի մտավոր մտագրոհի հարթակ։ Որը պիտի լինի արդյունքը։ Ամեն մի ժամանակահատված բերելու է իր որոշակի կոնկրետ արդյունք։ Այս ժամանակահատվածում մեզ հաջողվել է ամրագրել վերջերապակիչ հայտարարության մեջ այն ընդհանրությունները, որ մենք կիսում ենք։ Եվ քաղաքական կուսակցությունների գործունեության որակի հետ կապված խնդիրները, հետագա կայացման խնդիրները եւ սահմանադրականության պահպանման ու զարգացման խնդիրները,
եւ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների լիարժեք իրագործման խնդիրները եւ իհարկե արտաքին դաշտում հատկապես արցախյան հիմնախնդրի շուրջ կոնսենսուս։ Օրինակը կարող եմ բերել նույն հանրապետական օրինաց ժառանգություն համագործակցությունից ԵԺԿ Եվրոպական ժողովրդական կուսակցության ձևաչափում եւ մեզ հաջողվեց անցյալ տարի մարտի 3-ին կողմ դնելով բոլոր տարաձայնությունները ներքաղաքական հանրապետական օրինաց ու ժառանգությունը կարողացան ԵԺԿ գործընկերների հետ միասին առաջ քաշել եւ օրինական դարձնել մի բանաձև Թուրքիային դատապարտող եւ այս ցեղասպանության 100 տարելիցին նվիրված, որը աննախադեպ էր քաղաքական բովանդակությամբ ցանկացած եվրոպական կառույցում։ Նման հստակ պրոհայկական ուղիղ ասեմ ձևակերպումներով քաղաքական փաստաթուղթ որևէ եվրոպական ինստիտուտում մենք չենք ունեցել եւ այսօր էլ այդ որոշում ենք նաեւ պրոադրբեջանական ձևակերպումներով բազմաթիվ փաստաթղթեր, այսինքն այս ես հենց հիմա խոսում եմ հենց նրա մասին, որ մենք դրեցինք մի կողմ տարբեր խնդիրներ եւ Ռաֆի Հովհաննիսյան, մեր Շահագելձյան, Արմեն Աշոտյան, Արտակ Զաքարյան քարյակը կարողացավ շատ ինտենսիվ աշխատել Բրյուսելում եւ հասնել հաջողության։ Նույն խնդիրը դրված էր նաեւ ԵԽԽՎ պատվիրակության առջեւ տարբեր հաջողության աստիճանների մասին ենք խոսում Ստրասբուրգյան վերջին քննարկումների ժամանակ։ Կարծում եմ, որ հենց էլիտայի քաղաքական վերնախավի որակական հատկություններից մեկն է առաջնայինը երկրորդայինից տարբերելու հատկությունը։ Եվ առաջնայինը մեզ համար Արցախի հիմնախնդիրը, հայանպաստ եւ արդար լուծումը Որն է դա, օրինակ, Մադրիդյան սկզբունքը ենթադրում է տարածքների որոշակի հանձնում։ Կարգավիճակի դիմաց դա արդար է, ըստ ձեզ դա արդար լուծում է։ Մեր լրատվական դաշտի մի հատվածը, ցավոք սրտի նաև ձեր լրատվական միջոցը, կներեք ուղիղ քննադատության համար, դուք եք ինձ ուղիղ քննադատում, adekvat չի ստեղծված քաղաքական իրավիճակին։ Ինչու եմ դա ասում։ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության նախագահի շուրթերով քանիցս բարձրաձայնել է, որ բանակցությունների վերսկսման գործընթացի համար նախապայմաններ եւ մթնոլորտ է պետք։ Այդ միջավայրի ստեղծման ուղղված առաջին փաստաթուղթը Վիեննայում ընդունված համանախագահների հայտարարությունն էր։ Մենք չենք խոսում, դուք հիմա փորձում եք խոսել սցենարների մասին, այն դեպքում, երբ որ այս սցենարն է, որն ընդունել է Հայաստանը։ Ժամանակին մենք տարբեր Եվ հիմա չի հրաժարվում այդ սցենարից։ Հիմա adekvatության խնդիրը հետեւյալի մեջ է։ Մեր լրատվական որոշակի միջոցներ փորձում են քննարկել դետալներ, այն ժամանակ, երբ որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը այսօր սկզբունքների վրա է։ Մենք խոսում ենք սկզբունքներից, հրադադարի պահպանման, երաշխիքների, մոնիտորինգի, շփման գծում վերահսկողության ուժեղացման, ՀՀԿ ներկայացուցիչի մանդատի ընդլայնման եւ այլնի մասին, որոշ ԶԼՄ-ներ փորձում են օրակարգ տանել Կազանի փաստաթուղթ, Մադրիդյան եւ Դա իշխանությունն է օրակարգ վերել եւ ընդունել նույնիսկ այդ բովանդակությունը 11-ից հետո անցած 5 տարիների ընթացքում փոփոխված միջավայրի մասին է։ Եվ կարծում եմ հայկական մեդիադաշտը անկախ իր քաղաքական ներքին նախընտրություններից այս դեպքում կարող է ավելի օգտակար լինել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որպեսզի կեղծ օրակարգեր այսօր չբերի ներքաղաքական դաշտ։ Ոչ ոք չի խոսում այսօր դետալների եւ ինչ-որ մի փաստաթղթի նախագծի մասին։ Այսօր մենք խոսում ենք շատ ավելի լուրջ բաների մասին։ Մենք ասում ենք, որ բանակցությունները չեն վերսկսել, մենք հանդիպումը բանակցություններից տարանջատում ենք, դա տարանջատել են նաեւ Մինսկի խմբի եռանախագահ երկրները իրենց հայտարարությամբ, իսկ մեր մեդիադաշտի մի հատված փորձում է քննարկել մի բան, որից մենք այսօր մի քանի կիլոմետր հեռու ենք, որովհետև Ադրբեջանի սանձարձած ագրեսիայից հետո իրավիճակի փոփոխությունը բերել է նրան, որ Հայաստանը իր համար եւ Արցախի համար նոր մթնոլորտի եւ պայմանների առաջարկելու եւ պահանջելու կարիք ունի։ Եվ այստեղ մենք աշխատում ենք, ապրում ենք, գերակա ենք համարում մի բան, որը կներեք ձևակերպման ասում, դուք այս հարցով փորձում եք շեղել։ Եվ կներեք այս պարագայում դառնում է մի բան, որ զարմանալիորեն երբեմն չեք նեղանա, չէ՞։ Ադրբեջանական ԶԼՄ-ների եւ որոշ հայկական ԶԼՄ-ների օրակարգերը սկսում են զարմանալիորեն համընկնել։
Ոչ մի մեղադրանք տակը չկա։ Դա իհարկե Հայաստանի իշխանության ամենանախընտրելի հնարքն է այդ ադրբեջանական ջրաղացը, թուրքական ջրաղացը։ Եթե հեռախոսս հիմա բերեն տաղավար, ես դες ցույց կտամ շատ ֆորումի հաճախ վերաբերյալ ադրբեջանցիների եւ Հայաստանի իշխանության արտահայտությունները։ Դեյազի վերջին հրապարակումը ֆորումի հետ կապված, կարող ենք համեմատել որոշ Հայաստանի ընդդիմադիր այլ ԶԼՄ-ների հրապարակումների հետ, մեկին մեկ է։ Ես չեմ ասում, ուրիշ ոչ մի մեղադրանք չկա տակ։ Իհարկե հետեւյալը։ Եկեք փորձենք իրականում ներքաղաքական շարժման առարկա չդարձնել այսօր այն խնդիրը, որը համազգային ու համապետական նշանակություն ունի։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային վերահաստատման, ճանաչման միջազգային վերահաստատման, առանց Արցախի ժողովրդի կամքի այս հարցը լուծում չունի։ Եվ ակնհայտ է, որ Ստեփանակերտը Կամք, որը Հայաստանը չի ճանաչում պաշտոնապես։ Գիտեք, եթե խոսում ենք փոքրիկ բաների մասին, Հայաստանի ճանաչումը այս պահի դրությամբ Հայաստանի զենք է, փոքրիկի նկատի ունեմ մենք սկզբունքներից, եթե շեղվում ենք դեպի դետալներ, ապա խոսենք դետալների մասին։ Արցախի ճանաչումը հզորագույն դիվանագիտական զենք է Հայաստանի կողմից։ Ատոմային Բագրատյանի ականջը կանչի, ատոմային ռումբի նման մի զենք է, որը պետք է կիրառվի ճիշտ պահին։ Եվ այդ ճիշտ պահը հայտարարվում է Ադրբեջանի պատերազմ սկսելը։ Այո, նախագահան ասել է, երբ է ճանաչվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Դա Հայաստանի վերջին դիվանագիտական դեմարշը, քայլը կլինի, որը բնականաբար կբերի Մինսկի խմբի ձևաչափի գործունեության դադարեցման։ Դա է կոզում։ Պարոն, դուք նշեցիք, որ նոր պահանջներ պետք է առաջ քաշել։ Էլի վերադառնանք Ղարաբաղյան խնդրին։ Դա ատոմային դիվանագիտական զենք է, որը պետք է կիրառվի, երբ որ մնացած բոլոր զենքերը չեն աշխատելու։ Սա ակնհայտ ճշմարտություն է, մնացած ամեն ինչը կներեք կեղծ պատրիոտիզմ է կամ շահարկման միտում, որովհետև այս հարցում գոնե իշխանության ու ընդդիմության տեսակետները 100%-ով համընկնում են։ Ես չգիտեմ Հայաստանում որը հայտնի չեն հասարակության։ Ամբողջ խնդիրը այստեղ է, որ հայտնի չեն հասարակության։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչվելու է։ Կա երկու սցենար դրան։ Կարճաժամկետ եւ ինչ սահմանով։ Ֆորս մաժորային սցենար կա դրան, կարճաժամկետ, այսինքն երբ վերսկսվի Աստված չտա, լայնածավալ պատերազմ եւ Հայաստանը օգտագործի իր այդ դիվանագիտական հզորագույն վերջին զենքը եւ երկարաժամկետ, եթե արդյունք տա Մինսկի խմբի ձևաչափով մեկնարկած բանակցային գործընթացը, որի կարևոր սկզբունքներից մեկը, 3 սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման, տվյալ պարագայում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է։ Այսինքն երկու սցենարներն էլ բերելու են ԼՂՀ ճանաչմանը։ Ինչ տարածքով։ Մարդիկ, ովքեր գիտեն ԼՂՀ սահմանադրությունը, կարդացել են ԼՂՀ սահմանադրությունը, շատ լավ պատկերացնում են այդ սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված հոդվածը, որը որ վերաբերում է ԼՂՀ տվյալ ժամանակահատվածում ԼՂՀ տարածքին։ Ինչ է սա նշանակում։ Եթե կարճ ասեմ, ոչ իրավաբանական, մարդկային լեզվով ասեմ, որ գործող սահմանադրությամբ ԼՂՀ սահմանադրությունը եւ ԼՂՀ-ն ինքը տարածվում է այն տարածքների վրա, որոնք գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո, միջև Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորումը։ Գրեթե բառացիորեն այդպես է գրված սահմանադրության մեջ։ Ես չգիտեմ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները, որոնք նախաձեռնել են նաև սահմանադրական բարեփոխումների փուլ, ինչպիսի ձևակերպում կտան այս խնդրին նոր սահմանադրության մեջ, բայց ակնհայտ է, որ ԼՂՀ սահմանադրությունը չի խախտվել եւ ոչ մի կողմից։ Նախ եւ առաջ ԼՂՀ ժողովրդի եւ ԼՂՀ իշխանությունների կողմից։ Հետևաբար հայաստանյան որոշ շրջանակների շարժումները այս թեմայի նորից կրկնեմ բացառապես ներքաղաքական եւ ապակայունացման միտում են։ Այսինքն վերադառնանք, այսինքն անդրադառնանք նաեւ այդ 800 հեկտարին, դա սահմանադրությամբ ամրագրված տարածքների շարքում չէր, որ հիմա արտենացել է Ադրբեջանի վերահսկողությունը։ Սահմանադրություն, գիտեք, տարածք կորցնելը իհարկե լավ բան չի։ Մարդկային կյանքեր կորցնելը էլի շատ վատ բան է։ Եվ միշտ պետք է հասկանալ գինը տվյալ ակցիայի, տվյալ երևույթի գինը որն է։ Այս ընթացքում սահմանագիծը գիտեք, որ հաճախ է փոխվել, մի քիչ առաջ, մի քիչ հետ։ Ես հետևյալ հարցն եմ ուզում ձեզ տալ։ Այդ
տարածքային կորուստների մաթեմատիկական ձևակերպումների մասին խոսեց արտախորհրդարանական ընդդիմադիր ուժի հավակնություն։ Թվաբանությունը թողնենք մի կողմ, ընդունենք զուտ փաստը։ Փաստ եմ ասում։ Ապրիլյան քարորիա պատերազմը ուղեկցվում էր տեղեկատվական հզորագույն պատերազմով։ Համաձայն եք։ Դրանից հետո նույնպես ադրբեջանական ողջ քարոզչամեքենան մատից կներեք ծծում էր ինչ-որ փաստեր, որպեսզի կարողանա օդի մեջ իր հասարակությանը հիմնավորել իր հաղթանակը։ Միջև Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություն ադրբեջանական որևէ մամուլում նման ձևակերպում տեսել եք։ Բայց եթե դա այդքան կարևոր ու լուրջ էր, Ադրբեջանը, որը կարիքն ուներ իրականում քարոզչական զենքերի, ինչու դրա մասին չէր խոսում։ Մի ամիս անց հայկական գործիչներից մեկը հայտարարություն է անում մի բանի մասին, որը հետո ադրբեջանցիները օգտագործում են։ Բայց մի ամիս ինչու ադրբեջանցիք նույն բանը չէին ասում, ինչու չկային այդ քարտեզները ադրբեջանական մամուլում, ինչու չկային այդ ձևակերպումները։ Տարածքների կորստի մասին առաջինը խոսեց Սերժ Սարգսյանը ապրիլի 4-ին ձևակերպումների մասին, որոնց ընդամենը մետրերի տարբերություններ։ Խոսքը գնում է այն ձևակերպումների, հենց դա եմ ասում դες։ Ադրբեջանը, որը ունի քարոզչական մեծ պոտենցիալ եւ ունի նյութի կարիք, ինչու չէր օգտագործում այն, ինչ ըստ պարոն Սեֆիլյանի այդքան ճակատագրական ու կարևոր էր։ Իհարկե հայրենիքը պետք է լինի այնքան մեծ, որքան հնարավոր է։ Բայց ներքաղաքական շարժումների դասին եմ ես ամրագրում քարորիա պատերազմի արդյունքների ռևիզիայի փորձերը, պարտավորականության սերմանումը, երբ որ անարգում են այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվել են հերոսաբար։ Իսկ չեք կարծում, որ անարգանքը նա է, որ այդ զոհված հողը հռչակվում է ոչ կարևոր։ ԼՂՀ զոհված։ Դա չէ արդյոք։ ԼՂՀ ճակատամարտում, Ղարաբաղի ճակատամարտում զոհված մարդկանց հիշատակը, ԼՂՀ բանակը, հասարակ ամբողջ հայ ժողովրդի ռևիզիայի փորձերը սահմռկեցուցիչ են, քաղաքական իմաստով սահմռկեցուցիչ են։ Պարտավորականության եւ օպորտունիզմի սերմանումը այս հարցի շուրջ քարոզչությունը դնում ենք մի կողմ, որ ամեն մի պետություն պատերազմի ժամանակ ունի հաղթական քարոզչության կարիք։ Դա ակնհայտ է ցանկացած պատերազմներում։ Բայց ժողովուրդ հարգելիներս, մենք արդյոք ինքներս կարող ենք մեզ թույլ տալ ռևիզիա ենթարկել այն, ինչ որ ակնհայտ իրականություն է։ Խոսել հաղթանակի մասին կարելի է։ Խոսել հաջողությունների մասին կարելի է։ Խոսել նրա մասին, որ բանակը կատարեց իր առջև դրած խնդիրները, այն ինչպես ձևակերպեց նախագահը, իհարկե կարելի է։ Բանակը կատարեց դիվանագիտությունը եւ պետական քաղաքականությունը չի կատարել։ Մի հատ կարևոր բան, այստեղ ֆիքսենք եւս մի կարևոր բան։ Շատ արհեստական են շինծու եւ իրականության չհամապատասխանող այն ջանքերը ու ճիքերը, որ գործադրում են որոշ քաղաքական շրջանակներ, փորձելով առանձնացնել բանակի փառահեղ աշխատանքը պետական կառույցներից։ Հիշեցնեմ, որ բանակը պետական ինստիտուտներից մեկն է։ Այո, ամենակայացածը։ Այո, իր խնդիրները կատարող, բայց բանակը պետության մաս է։ Հենց ինչով է տարբերվում այս քարորիա պատերազմը 90-ականների սկզբին մեկնարկած պատերազմից։ Շատ հետաքրքիր ձևակերպում էր տվել իդեպ ֆորումի ժամանակ ազգային ժողովի նախկին խոսնակ քաղաքագետ Տիգրան Թորոսյանը, որի ձևակերպմամբ 90-ականների պատերազմը ժողովրդի ազգի պատերազմ էր ընդդեմ այլ պետության, իսկ ապրիլյան պատերազմը միջպետական պատերազմ էր արդեն, որտեղ ԼՂՀ-ն կայացած պետական ինստիտուտ է, պետական գոյացություն, որը պատերազմը ընդունեց Ադրբեջանի կողմից անձեռնեցված եւ իր առաքելությունը կատարեց կանխելով այդ ագրեսիան։ Սա միջպետական պատերազմ էր, իսկ բանակը պետության կարևորագույն ատրիբուտներից։ Այդ դեպքում ինչու որոշ падգամավորներ, եթե կար բանակը, ինչու որոշ падգամավորներ, այսպես ասեմ, իրենց բանակներով որոշեցին գնալ առաջնագից, երբ կարող էին իրենց բանակները ուղակի ուղարկել պետական բանակի բանակներ հասկացություն, կար համազգային համախմբում, կար կամավորություն, կար աշխարհազորային խումբ եւ սա ժողովրդի քաղաքացիների ցանկությունն էր գնալ բանակ։ Դուք ակնարկում եք հանրապետական գեներալ падգամավորներին, ի պատիվ իրենք առաջին իսկ պահից այնտեղ հայտնվեցին, մականուններով չխոսենք, հա։ Ինչ կարգավիճակով։ Աշխարհազորայինների, կամավորների կարգավիճակով։ Բանակի ենթակայության տակ։ Քանի սփյուռք հայ գիտեք, որ տոմսեր է գնել եւ վերադարձել այդ օրերին Հայաստան, որպեսզի գնա Արցախ։ Հարյուրավոր։ Իրենց էլ է երկրապահ կանչել։
Նիկոլ Փաշինյանի կուսակցության էլ էր երկրապահական չէր, որ տղերքը մոտ 20 օր Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների էին ու ռազմական պատրաստություն էին հայտնում։ Սա համազգային խնդիր էր։ Մի փորփրեք ներքաղաքական ցավոտ կետեր այնտեղ, որտեղ այդ խնդիրները ի բնե գոյություն չունեն եւ չեն կարող ունենալ։ Շատ լավ, պարոն Աշոտյան, ինչքանով եք ռացիոնալ համարում արտաքին քաղաքական հարցերում գործակցել, եթե ներքին հարցերում մենք ունենք ահռելի խնդիրներ կոռուպցիայի, ընտրության վստահելիության, մեղմ ասած վստահելիության հետ կապված, եւ այստեղ կարծես թե որևէ գործակցության հեռանկար չկա, ընտրական օրենսգիրքը հանրապետականը ընդունեց այնպես, ինչպես ինքն էր ուզում, որևէ այլ հարցում միտումնավոր եք այդպես ձևակերպում, իմանալով ճշմարտությունը, որպեսզի ես ճշմարտությունը բարձրաձայնեմ։ Ազգային ժողովում ընտրական ուզած Ազգային ժողովում ընտրական օրենսգիրքը ընդունվեց 102 ձայնով։ Դա շատ ավելին է, քան ՀՀԿ գումարած ՀՅԴ ձայները, քան իշխող կոալիցիայի ձայները պարլամենտում, այդպես է ակում, թե այդպես չէ։ Մոտ 20-ով ավել է, եթե ոչ 25-ով։ Հետևաբար խոսել նրա մասին, որ որոշ քաղաքական ուժեր այնուհանդերձ անհամաձայնություն ունեն ընտրական օրենսգրքի որոշ դրույթների հետ ու դա բերել հավասարեցնել նույն նժարի վրա դնել 102 կողմ ստացած օրենքի հետ, կարծում եմ ազնիվ չէ։ Ուրիշ բան, որ հանրապետականը բարձրաձայնել է, որ օրենքը ընդունվել է, բայց մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները։ Եվ այդ քննարկումները կարող են գնալ արդեն եղած օրենքում փոփոխությունների կամ լրացումների տեսքով, նախագծի տեսքով, եթե գանք ընդհանուր հայտարարի, որտեղ երկխոսությունը կամ եռախոսությունը 4+4+4 ձևաչափերում շարունակվում է։ Մնացած հարցերում հակակոռուպցիոն ծրագիր եւ այլն, դուք գիտեք, որ օրակարգում այդ հարցերը դարձել են ավելի ընդգծված եւ կարեւորվել են նաեւ կառավարության ղեկավարի կողմից։ Մենք ակնկալում են գործողություններ, այո, ես եւ դուք որպես միևնույն հասարակության անդամներ, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից հնարավոր, մենք ակնկալում ենք նաեւ գործողություններ։ Ներքին օրակարգը ցավոտ է, ներքին օրակարգը կարևոր է, կենսական է եւ ներքին օրակարգը ամրացնելու է մեր արտաքին դիրքերը, սա ակնհայտ է։ Նախագահի այդ օրերի ելույթներից մեկում մի հստակ միտք կար առայն, որ մենք հաղթել ենք այս պատերազմը, որովհետև ավելի ազատ հասարակություն ենք։ Ազատ հասարակությունները պետք է լինեն տարակարծիք, պետք է լինեն բազմակարծիք, պետք է լինեն խոսքի եւ արտահայտվելու ազատությունների տիրույթում ու միաժամանակ նրանք ներքին արժեհամակարգի միասնականությամբ կարողանում են համախմբվել արտաքին մարտահրավերների դեպքում։ Մի օրինակ բերեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական պատմությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Ռուզվելտի նախագահական մանդատը ավանդական 2 սրոկից, 2 ժամկետից դարձավ 4։ Այդպես է, թե այդպես չէ։ Այսինքն դուք ակնարկում եք, որ Սերժ Սարգսյանն էլ կարող է ժամկետները Ես խնդրում եմ հասկացեք միայն այն, ինչ որ ես եմ ասում, հատկապես որ փոխվել է նաև սահմանադրությունը եւ ձեր ասած քաղաքական խարդավանքների վարչապետի պաշտոնում, ոչ նախագահի, բայց վարչապետի պաշտոնում։ Մենք հարցից հարց ենք տեղափոխում, վերջացնեմ օրինակս։ Անկամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունը, որը ժողովրդավարության բնօրաններից մեկն է եւ համարվում է նաեւ ջահակիրը ժողովրդավարության աշխարհով մեկ, երբ որ կա ֆորս մաժոր, այդ ֆորս մաժորի պարագայում կա ներքին համաձայնություն քաղաքական վերնախավի կողմից, որը փոխանցվում է նաեւ հասարակության։ Այս օրինակները մենք պետք է վերցնենք, որպես եվրոպական քաղաքական դաշտի հեռանկար տեսնող հասարակություն։ Եվ սա իսկապես շատ կարևոր հարց է եւ քննարկման արժանի իսկապես, այսինքն հանրապետականը ենթադրելի եւ հավանական համարում է ֆորս մաժորի դեպքում այն, որ այսպես ասեմ, առաջին դեմքի կարգավիճակում շարունակի լինել Սերժ Սարգսյանը։ Ես լրիվ ուրիշ բան եմ ասում։ Քիչ առաջ ես դες բերեցի արևմտյան քաղաքական օրինակ, երբ որ անկախ ներքին տարաձայնություններից արտաքին սպառնալիքի պարագայում քաղաքական վերնախավը կարողանում է հաղթահարել տարաձայնությունները եւ հասարակությունը կանգնում է քաղաքական իշխանությունների կողքին։ Թե ինչպեսին կլինեն քաղաքական զարգացումները Հայաստանում, իհարկե բոլորս եւ պետք է պատրաստ լինենք մշտապես տևող պատերազմին, որովհետեւ ակնհայտ է, որ այսպիսի օրինակ դες բերեմ, երբ որ եվրոպացի գործընկերները ինձ հարցնում են ո՞նց է Հայաստանում,
ասում եմ նույնպես ինչպես վերջին 3000 տարիների ընթացքում։ Իրենք զարմացած նայում են վրաս, ի պատասխան հավելում են։ Մինչև հիմա պայքարում ենք մեր գոյության, ինքնության եւ ազատության իրավունքների համար։ Հայկական բարձրավանդակում Հայաստանում մենք եթե գումարենք իրար խաղաղության ու բարգավաճման տարիները մեր 4.500-անոց պատմության մեջ, ապա 300-ից ավել չի տևի, այսինքն մենք պատմականորեն պատրաստ ենք արդեն դրան, որ այս տարածաշրջանը միշտ հղի է եղել հնարավոր պորտկումներով, բախումներով եւ պատերազմներով։ Փաստը ցույց տվեց, որ ապրիլին այնքան էլ պատրաստ չէինք։ Ինչի իշխանություններ են փոխվել 4.500 տարիների ընթացքում նահապետ Հայկից մինչև առաջին հանրապետություն, մինչև երրորդ հանրապետություն, կոմունիստական իշխանություններ, Տիգրան Մեծ եւ այլն։ Եթե նույն ձևով պատկերացնում եք 2.500 տարի հետ գնանք, որ նման հարցազրույց վարենք, հարցադրումները կարծում եմ իրենց արդիականությունը լրագրողական չէին կորցել։ Փաստը բայց ցույց տվեց, որ այդքան էլ պատրաստ չէինք, պարոն Աշոտյան։ Պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը պատրաստ էր կատարել իր առջև դրած խնդիրները եւ այդ խնդիրները կատարեց։ Բանակը պետության ատրիբուտ է։ Բանակում էլ հայտնաբերվեցին որոշակի խնդիրներ։ Պետական այլ ինստիտուտներում նույնպես հայտնաբերվեցին տարբեր խնդիրներ։ Խոսել 100%-անոց պատրաստվածության մասին, հիմա էլի օրինակը կբերեմ, էլի ձեր սրտով չի լինի։ Օրինակը բերենք եվրոպական վերջին իրադարձություններից։ Բրյուսելի տերակտերը, ահաբեկչական գործողությունները Եվրոպայի սրտում։ Վատ աշխատանքի հետևանքներ։ Միշտ, սա եմ ուզում ասեմ, ոնց որ գալիս ենք նույն հայտարարի, միշտ ամեն մի մարտահրավեր, ամեն մի ահազանգ, ամեն մի արհավիրք ցույց է տալիս համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը։ Ֆրանսիական ահաբեկչական դեպքերը, բելգիական ահաբեկչական դեպքերը, նույն 9-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնաբերեցին նաեւ համակարգերի թուլությունները, թույլ կողմերը, որոնց վրա պետք է աշխատել։ Մեր պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը մեր համակարգի ուժեղ թե թույլ կողմերն են։ Ֆորումի օրակարգի մեջ դրա մասին որևէ բան ասված չի։ Պարզ է։ Պարոն Աշոտյան, ձեր կուսակից աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը օրերս հայտարարեց, որ հաջորդ քայլին, այս արդյունավետ կառավարման այս շքերթի, որ սկսվեց Հովիկ Աբրահամյանի հայտարարությամբ, որ հաջորդ քայլին շուտ պետք չէ սպասել, բայց պատերազմի մեջ գտնվող երկիրը ես կարծում եմ պետք է հաջորդ քայլերը որքան հնարավոր է շուտ անի։ Անկապ, արի ես այս հարցին պատասխանելիս ձեզ եւ ինձ դնեմ նույն հարթության մեջ, հա, երկուսս էլ նայենք որպես լրատվական դաշտում գործող մարդիկ։ Տեսեք, մի կողմից իհարկե քաղաքականությունը պահանջում է նաեւ հանրային հարթակներ, արտահայտչամիջոցներ, ընկալում, քարոզչություն, PR եւ այլն։ Մյուս կողմից քաղաքականությունը աշխատանք է, ծանր, դժվար, տանջալի աշխատանք է։ Դիվանագիտությունը այդ թվում ի դեպ։ Մենք երբեմն ակնկալում ենք շատ հրապարակային շոուներ այնտեղ, որտեղ դա պետք չէ ակնկալել։ Եվ երբեմն չենք տեսնում այն, ինչ որ ակնհայտ է ու պետք է տեսանելի դարձնել։ Որտեղ է այն ոսկե միջինը, որը թույլ է տալիս պետական ինստիտուտին, պետական ապարատին աշխատել արդյունավետ եւ միաժամանակ տեսանելի։ Սա իհարկե այդ չափը դոզան, այսպես ասած, ամեն մի քաղաքական գործիչ կամ ինստիտուտ ինքն է փորձում գտնել։ Չկա դրա ոսկե միջինը, եվրոպական ստանդարտը չկա։ Օրինակ կան եվրոպական բազմաթիվ նախարարներ, որոնք ավելի շատ են սիրում հրապարակային ելույթներ, այդ թվում արտաքին քաղաքական դաշտում եւ այլն։ Լավ իմաստով քաղաքական շոուի, այսպես ասած, էլեմենտներ են, հա, մաքսիմալ մեդիա ծածկույթ։ Կան քաղաքական գործիչներ, որոնք քիչ են, կան քաղաքական գործիչներ, որոնք քիչ են սիրում խոսել։ Ակնկալել, որ բոլորը պետք է նույն ձևի լինեն, շատ սխալ է։ Մեկը կարող է Facebook-ից ակտիվ օգտվել, ինչպես ենթադրենք Օբաման կամ ես, մյուսը կարող է Twitter գերադասել, ինչպես որ Մեդվեդևը կամ արտգործնախարարությունը, եւ այստեղ ակնկալել նույն ձեռագիրը բոլոր քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից չի կարելի։ Ամեն մեկը վերջի վերջո աշխատանքը չափելու արդյունքով, իսկ արդյունքները տեսնելու համար ժամանակ է պետք։ Հետևաբար Դավիթ Հարությունյանի ասածը հենց այս ենթատեքստում պետք է ընկալել։ Արվում է պարզապես արդյունքները տեսանելի չեն։ Կարծում եմ չի կարելի ակնկալել հաջորդ մարկատու այգուց, որ նա հենց տնկելու հաջորդ տարի պետք է պտուղ տա։ Ամեն մի երևույթ ունի իր բնական աճի, հասունացման մինիմալ ժամանակահատված,
դուք չեք կարող այսօր ծառ տնկել եւ հաջորդ տարի ակնկալել, որ բալ եք ուտելու ձեր ծառից, ենթադրենք։ Քաղաքական մշակույթում կան նաեւ ծորենի արտեր, որտեղ պետք է հենց նույն տարի արդյունք տեսնես, երբեմն նաեւ 2 անգամ տարվա մեջ, հա։ Կան պտղատու այգիներ, որտեղ պետք է մշակես, որպեսզի տեսնես քո պտուղը, քո աշխատանքի արդյունքը տեսնես հետո։ Համբերություն եւ ամենակարևորը, ինչ որ ինձ դուր է գալիս հայկական լրատվական դաշտում, անկախ որոշակի ծայրահեղական դրսևորումներից ուշադրություն ու պահանջկոտությունը։ Սա ինձ դուր է գալիս, որովհետեւ հենց սա նպաստում է ազատ հասարակություն ունենալու եւ այդ ազատությունը պատասխանատու ձևով ըմբոշխնելու քաղաքական ու հասարակական պահանջին։ Մամուլի դերը այս տեսակետից հիմնականում կարծում եմ կատարված է եւ քարորիա պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո եւ առհասարակ ուշադրությունը դեպի պետական ինստիտուտներ ու քաղաքականությունը իր առանձին դրսևորումները դնում է մի կողմ, զգոն ու ձիգ է պահում պետական գործիչներին, ինչու շատ կարեւոր է։ Ինձ պարզվեց, որ բոլորը իրենց դերերը կատարում են բացի կառավարիչներից։ Այդ ձեր անձնական տեսակետն է։ Պարոն Աշոտյան, մի քանի ամիս առաջ կոալիցիոն հուշագիրը կնքվեց Դաշնակցության հետ, ուզում եմ նաև այդ մասին հարցնել, այնտեղ կար, որ համագործակցության կուսակցությունների երկու կուսակցության համագործակցության խորհուրդ պետք է ստեղծվի, որ միասին մտածեք քայլերը եւ այլն, բայց կարծես թե այդ խորհրդի ստեղծումից որևէ նորություն չկա, ստեղծվել է, չի ստեղծվել եւ ընդհանրապես ինչ վիճակում է։ Համակարգող մարմին պետք է լիներ միջկոալիցիոն միջկուսակցական համագործակցություն, այդ մարմինը ստեղծվել է աշխատանքային ռեժիմի մեջ է եւ հավաստեմ դες որպես այդ աշխատանքներին մասնակցող անձերից մեկը, որ ամեն ինչ իր հունով գնում է։ Աշխատանքային քննարկումներ, հենց նրա մասին է ձեր հարցը, որ կա տեսանելի բան եւ կա դեռ անտեսանելի, բայց գոյություն ունեցող բան։ Ես հասկանում եմ 21-րդ դարում պարադիգմը փոխվել է, եթե մի բան հեռուստացույցով կամ ինտերնետում չեն ցույց տվել, որ դա գոյություն չունի, բանաձևը կենսական է, բայց հավատացնում եմ ձեզ, որ կան բազմաթիվ երևույթներ, այդ թվում դրական, որոնք դեռ տեսանելի չեն, բայց գոյություն ունեն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ ձեզ պատասխանների համար, իհարկե հարցերը շատ են, պարզապես ժամանակն է քիչ, ամեն դեպքում շնորհակալություն պատասխանների համար, պարոն Աշոտյան, այսքանը կհանդիպենք։